150,000 դրամ ուսանողը վճարել է արկա սովորելու համար մատնահարդարման և ինչ է սովորել արդյունքում, ոչ մի բան։ Ինձ գրել է մի աղջիկ, ով ձեռք է բերել Nail Brand-ի ամրացման գելից և ինձ գրել է, որ լավը չի գելը, որովհետև հենց սկսում եմ անմիջապես այդ պահին չորանում է, հենց վրձնի վրա, հենց այդ պահին չորանում է։ Ես միանգամից հասկացա ինչ է կատարվում ու շատ սիրով, շատ ջերմ ես նրան հարցրեցի. իսկ ինչ լույսի տակ եք աշխատում։ Այդ աղջիկ ասաց, որ հիմա վիդեո տարբերակ կանի ու կուղարկի ինձ, բայց մինչև վիդեո տարբերակ անելը որոշում է ինչ-որ մի փորձ անել։ Եվ անմիջապես շատ ուրախ, շատ բարձր տրամադրությամբ ինձ ուղարկում է ձայնային, որ Նինա ջան, գիտեք, ես ուղղակի աշխատելու տեղը փոխեցի ու գելը ինքնուրույն հարթվեց, ինքնուրույն գեղեցիկ նստեց եղունգի վրա, շատ արագ ու նորմալ չորացավ լամպում, այլ ոչ թե օդի մեջ։ Եվ երբ որ նա ասաց, որ սալոնում է փորձարկել, ես մտածեցի, որ հավանաբար լուրջ մայստեր է, սալոնում աշխատում է, ունի հաճախորդներ եւ դժվար թե ինչ-որ մի բան սխալ հասկացած լինի, բայց բանից պարզվեց, որ տվյալ աղջիկը սովորել է մատնահարդարում, վճարել է բավականին մեծ գումար ու արդյունքում ոչ մի գիտելիք չի ստացել, որովհետև առաջինը ես հարցրեցի, թե որքանով եք տեղյակ դուք նյութաբանությունից։ Նա ասաց, որ անցել է բազային կուրս, բայց նյութաբանության մասին ոչ մի բառ չի փոխանակվել։ Ես ուղղակի ապշած եմ, որովհետև նման կերպ սիրելի մատնահարդարներ չեն աշխատում։ Եթե դուք չունեք, ես չեմ ասում իմ չափ, այսինքն արտադրողի չափ գիտելիք ունեցեք նյութաբանության հետ կապված, բայց գոնե որոշակի չափով գիտելիք պետք է ունենաք նյութերի տեսակների մասին, եղունգների տեսակների եւ կառուցվածքի մասին, որի շնորհիվ էլ դուք կարողանաք հասկանալ, թե հաճախորդը եկել է ձեզ մոտ այդ եղունգի հետ ինչ նյութով ենք աշխատելու ու ոնց ենք աշխատելու, որպեսզի այդ եղունգի վրա աշխատանքը մնա նորմալ ու առհասարակ որ նյութը ինչ յուրահատկություն ունի։ Այսինքն ընդամենը մեկ նամակի օգնությամբ հաճախորդը, ով ուղղակի Nail Brand-ից նյութեր ձեռք բերել, ավելի մեծ գիտելիք ստացավ ընդամենը մեկ նամակի օգնությամբ, քան մարդը գնացել էր դասի ու բավականին մեծ գումար էր վճարել։ Ու սա ես ասում եմ բոլոր նրանց համար, ովքեր որ շատ կասկածամտորեն են մոտենում այն հարցին, թե արդյոք on-line կարելի է մատնահարդարում սովորել թե ոչ։ Ուրեմն արդեն 7 տարուց ավելի է, ինչ ես դասավանդում եմ on-line մատնահարդարում ու իմ ուսանողները միշտ գնում են շատ գոհ ինձանից։ Եթե անգամ մնում են հարցեր, անպայման քննարկվում են եւ այլն։ Ասածս ինչ է։ Դե տեսնում եք, որ անգամ արկա սովորելուց դուք կարող եք այն կարգի թերի կրթություն ստանալ, որ անգամ նյութը վերցրել եք օգտագործելու, չպատկերացնեք, որ իրեն արևի լույսի կամ լամպի դիմաց չի կարելի աշխատել։ Ես իրով առաջարկեցի նաև այդ աղջկան, ձեզ էլ եմ առաջարկում, փետրվարի 1-ից սկսվող կուրսին հաստատ այլևս չեք կարողանա գրանցվել, բայց ապրիլի 1-ից սկսվող կուրսին արդեն իսկ գրանցումները բաց են, կարող եք գրանցվել։ Եթե դուք մի քանի օրվա համար կամ մեկ ամսվա համար այդքան մեծ գումար եք վճարել արկա սովորելու եւ գիտելիք չեք ստացել, ապա ես ձեզ առաջարկում եմ 2 ամսյա կուրս, որի արժեքը ընդամենը 25,000 դրամ է։ Իդեպ այսօրվա խոսակցությունից հետո ես խիստ կասկածում եմ, որ այդ արժեքն եմ թողելու, որովհետև բավականին տհաճ է իմանալ, որ այդ մեծ գումարի դիմաց, արկա սովորելու դիմաց մարդը գիտելիք չի ստացել, բայց վճարել է, իսկ 2 ամիս on-line հետադարձ կապերով, տնային աշխատանքներով, քննարկումներով, նյութաբանությունով, բոլոր թեմաները ներառած լիցքերով, ամեն ինչ 2 ամսվա համար վճարել ընդամենը 25,000 դրամ ու ստանալ այդքան գիտելիք, արդեն ես կասկածում եմ, որ կարող է շատ մատչելի եմ արդեն այդ դասընթացը դրել։ Ամեն դեպքում ապրիլի 1-ի համար գրանցումները բաց են, կարող եք սկսել։ Գրում ենք իմ Instagram-ին, ստանում ենք պայմանները ու գրանցում ենք։ Ընտրեք ճիշտ մասնագետ, վճարեք ճիշտ մարդու եւ ստացեք ճիշտ գիտելիքներ։